Ողջույն հարգարժան տիկնայք եւ պարոնայք, առաջին լրատվականի եթերում Մեհրաբյան on-line-ն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Մինսկի խումբը այլևս դարձավ պատմություն եւ ըստ այդմ վերացավ այն առերևույթ միակ խոչընդոտը, որը թույլ չէր տալիս, որպեսզի Հայաստանի Հանրությունը Ղարաբաղյան բանակցությունների ողջ ընթացքի փաստաթղթերին ծանոթանա, ունենա բաց հասանելիություն։ Եվ հրապարակվեցին փաստաթղթեր։ Արդյոք ամբողջն է այդ ամենը եւ էլ հրապարակելու բան չկա։ Թե այնուամենայնիվ կարիք կա նաեւ այլ փաստաթղթերի հետ ժամանակագրությամբ այդ ամենը տեղադրել, գուցե մի ինչ որ կառավարության հենց կայքի մեջ մի այդպիսի բաժին լինի այդ ժամանակների բանլո հաղորդագրություններ, հարցազրույցներ, դրան առնչվող դեպքեր, իրադարձություններ, այդ ամենը, որ ապագա գուցե դասագրքերի նյութ դառնա։ Սա իհարկե ավելի հանգիստ ժամանակների խոսակցություն է, դա իսկ հիմա այս ամենը փրփրած վիճակում է եւ փորձենք հասկանալ այդ փրփուրը ինչն է ծածկում։ Իսկ ծածկում է այն, որ ուղղակի ակնբախ է մի բան, թե որքանով էր տարբերվում հրապարակային խոսքը այդ տարիների, հայտարարությունները, դրվածքը, այսպես ասենք, քաղաքականության մեջ ներքին եւ իրական բանակցային գործընթացը։ Փորձենք հասկանալ եւ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավարում, սիրով ուզում եմ ներկայացնել, մեր հյուրն է իրավաբան, իրավագետ Արտաշես Խալացյանը, բարև եք եկել, պարոն Խալացյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Հուսով եմ ժամանակ ունեցել եք ծանոթանալ այդ փաստաթղթերին, դե որպես նաև ակտիվ այսպես դիրքորոշում քաղաքացիական, ունեցող անձ, նաև հետևում եք խոսակցություններին դրա շուրջ եւ այս ամենին էլ դիտում, այսպես իրավաբանի աչքերով, Ձեր մեկնաբանությունը ինչ փոխեց այս ամենի հրապարակումը եւ նախաբանումս նշած այս հանգամանքը, թե որ ինչ մեծ խազում կար, այդ հաղթական ռետորաբանության եւ բուն իրական ընթացքի միջև համեցեք։ Նախ ասեմ, որ ընդհանրապես որպես հետազոտող դեռևս ամերիկյան համալսարանում ուսանելու շրջանում իմ մագիստրոսական թեզն է ներվիրված եղել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, այսինքն ըստ էության այս բանակցային փաստաթղթերի երևի թե մեծ մասը այս կամ այն կերպ կամ այս կամ այն չափով, բայց բովանդակությամբ թերևս բավականին մեծ ծավալով հասանելի է եղել մեզ հետազոտողներից եւ ոչ միայն հետազոտողներին եւ ըստ էության արդեն իսկ կարող ենք որոշակի ախտորոշում տալ այս 30-ամյա պատմական ընթացքին, որ փաստացի մենք ապրել ենք զուգահեռ իրականությունում եւ ընդհանրապես ազնվության մեծ դեֆիցիտ կա քաղաքական էլիտաների եւ ժողովրդի միջև հարաբերություններում կոնկրետ Ղարաբաղյան հարցի հետ կապված։ Եվ այդ ազնվության դեֆիցիտը գալիս է դեռևս այն ժամանակներից, երբ ընդունվեց Հայաստանի եւ Արցախի վերամիավորման մասին հայտնի որոշումը, բայց դրանից հետո Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե եւ ըստ էության Արցախը Հայաստանից անջատվեց, թեպետ մեզ համոզում էին, որ Արցախը դրանով Ադրբեջանից անջատվեց, այդ ժամանակ հարցեր առաջանում 88 թվականի համատեղ որոշումը ինչի մասին է եւ ընդհանրապես այդ դեպքում սահմանադրության մեջ այդ անկախության հռչակագրի վրա հղման միջոցով այդ որոշումը սահմանադրականացնելու նպատակը որն է արդեն իսկ գոյություն չունեցող փաստացի, որովհետև Արցախում հանրաքվե էր տեղի ունեցել, որը անկախության մասին էր, այլ ոչ թե Հայաստանի կազմում լինելու, եւ ըստ էության մենք նաեւ այդ միացում լոզունգներն ենք հիշում, այդ տրանսֆորմացիան, այո, եւ ըստ էության պետք է նաև ազնիվ լինեն բոլոր ժամանակների էլիտաները, այդ թվում
հիմնադիր նախագահի ժամանակաշրջանի քաղաքական էլիտան, որ ըստ էության իրենք եկել են իշխանության, այսօր վարչապետին քննադատում են 21 թվականի նախընտրական քարոզարշավի եւ հետագա զարգացումների մեջ իբրև թե ինչ-որ խզվածքի առումով, բայց այդ դեպքում եկեք ուրիշ ավելի ակնհայտ մի իրողության մասին խոսենք, որ իսկ կգար ՀՀՇ-ն իշխանության, եթե չլիներ այդ միացում լոզունգը, հա, եւ կգար իշխանության ՀՀՇ-ն, եթե դրանից հետո այդ իրապաշտական, այսպես ոչ մաքսիմալիստական, ինչպես կասել առաջին նախագահը դիրքորոշում, ուղղակի հայտնվեր ազատության հրապարակում։ Մենք հիշում ենք, որ ինչպես ժողովուրդը Սիլվա Կապուտիկյանին եւ կարծեմ Իգոր Մուրադյանին տուն ուղարկեց, հա, երբ որ գնացել են, չէ, ներողություն, Զորի Բալայանին, երբ որ գնացել էին կենտրոնի հետ բանակցելու Արցախի հարցի հետ կապված։ Այսինքն այս դեպքում եկեք անկեղծ լինենք, որ եւ պատերազմի ժամանակաընթացքում եւ դրանից հետո հրապարակային դիսկուրսը, այդ թվում դիսկուրսը միջազգային հանրության հետ եւ երկրի ներսում եւ փաստացի իրողությունները շատ տարբեր բաների մասին են, հա։ Նույն Տեր-Պետրոսյանը ժամանակին ասել է, որ մեր համար շատ լավ կլինի նույն պատերազմի ընթացքում լայն ավտոնոմիա Ադրբեջանի կազմում, հա, այսպիսի բաներ։ Հետո իհարկե ի հարգանս առաջին նախագահի պետք է ասել, որ թերևս նա միակն է, որ գոնե գեներացեց քաղաքական դիսկուրս հարցի որոշակի լուծման վերաբերյալ, եւ դա իրեն կարծես թե նախագահի պաշտոն արժեցավ։ Իսկ դրանից հետո արդեն իհարկե մենք ընկղմվեցինք իրոք ավանտյուրիզմի մի ժամանակաշրջան, երբ արդեն իշխանության եկած հայտնի ուժերը իրենց քաղաքական նարատիվ հրճակեցին մաքսիմալիզմը, այսպես ասած, կամ ոչ մի թիզականությունը, բայց գնալով էլ ավելի իջեցրին փաստացի այդ նշաձողը բանակցությունների եւ ընդհանրապես մտան ինչ-որ անհասկանալի բանակցային գործընթացների մեջ, օրինակ ընդհանուր պետության վերաբերյալ, հա, դրանից հետո մեղրի փոխանակում, հետո մեղրի փոխանակման մի քիչ ավելի փոխակերպված տարբերակ է սուվերեն անցում, այսինքն կարծես բաներ էլ ինչ որ այդպես ցանկացած ուրեմն բանակցային փաստաթուղթ անկախ դրա հայանպաստության աստիճանից մեղմ ասած կամ աննպաստությունից այդ ժամանակվա իշխանությունները քննարկել են եւ համաձայնվել են։ Հիմա հարցը առաջանում ինչու է դա եղել, որն է եղել նպատակը, հա, լեգիտիմության դեֆիցիտը ծածկել միջազգային հանրության սիրաշահելով, դա իհարկե ամենատարածված նարատիվն է, իսկ գուցե ավելի խորքային խնդիր դելեգիտիմացնել ընդհանրապես Արցախյան օրակարգը, իսկ գուցե դա է եղել նպատակը, հետագայում Հայաստանը աղետի, այսինքն չմտածելով, որ դա հետագայում Հայաստանի աղետի կբերի, բայց գուցե դա որոշակի միջազգային ուժերի շահերին համահունչ գործելակերպ ա եղել, այս ամեն ինչի միջալոց կարող են նաև իրավասու մարմինները ուրեմն քննարկել, այ վերջո ինչ էր ասում, այսինքն քրեական հետապնդման մարմինները, որտեղ իրականում ինչ ա ասել Ալիևը նաև պատերազմի առաջ, ընթացքում եւ հետո, հա, նա փաստորեն համախմբել է բոլոր ժամանակների բանակցային փաստաթղթերը, որպես Հայաստանի սուվերեն դիրքորոշում, ընդ որում անկախ դրանց հետագա իրավապարտադիր ուժ ստանալուց, բայց ես պետք է նշեմ, որ շատերը փորձում են ջրել այդ պահը, ասում են դե աշխատանքային փաստաթուղթեր, ոչ, պետության պաշտոնական դիրքորոշումը ձևավորվում է նաև նման քաղաքական փաստաթղթերից, քաղաքական ռետորաբանությունից, դու չես կարող հետագայում ասել դե դու չընդունեցի, դրա համար ես կարծիքս փոխում եմ, այդպես չէ, քաղաքականությունը եւ միջազգային իրավունքը երևի շահավետ է ոմանց համար ներկայացնել որպես ինչ որ կազինոյի պես տեղ, որտեղ բոլորը բոլորին գցում են եւ կարելի է քանի դեռ վերջնական ստորագրություն ու կնիկ չկա, կարելի է ինչ ասես ասել, ինչ ասես խոստանալ եւ հետո հետ կանգնել, բայց փորձը ցույց է տալիս, որ այդպես չէ եւ դա է նաեւ ուրեմն այն թերևս բացատրությունը, որ անկախ նրանից, որ 96 թվականին Տեր-Պետրոսյանը Լիսաբոնի գագաթնաժողովում վետո կիրառեց, բայց միջազգային հանրության քաղաքական դիրքորոշումը հավաքական դրանից չփոխվեց, այսինքն հա իրավական առումով այդ փաստաթուղթը չընդունվեց, բայց այդ նախագահողի կոմունիկեն
որը ամփոփեց ըստ էության միջազգային հանրության դիրքորոշումը, եւ երկրորդը խոշոր դերակատարների քաղաքական դիրքորոշումը փաստացի օրենքի ուժ ունի։ Այդտեղ Տեր-Պետրոսյանի հետ չհամաձայնելը դժվար է, ասում էր, որ միջազգային հանրությունն է այն դա, այսինքն միջազգային հանրությունը ասելով այդ խոշոր խաղացողների խաղացողներն են այն ատյանը, որը ըստ էության այդ հարցին լուծում է տալու։ Ռեալ պոլիտիկա դա, այսինքն հա միջազգային իրավունք, բայց այդ միջազգային իրավունքի հենասյուները այդ գերտերություններն են, որոնց այսօրվա հակասությունները բերել են նաև միջազգային քաոսի, այսինքն միջազգային իրավունքը ազատ անկման մեջ է, որովհետև հենասյուներն են խարխլված, որտեղ պետությունները իրար մեջ գերտերությունները համաձայնության չեն գալիս։ Եվ ըստ էության նախկին իշխանությունների բոլոր ժամանակների աննպաստ փաստաթղթերը դարձան Հայաստանի միջազգային այս Արցախյան հարցում բանակցությունների գերեզմանափորը փաստացի։ Հայաստանը զրկվել էր իր այսպես ասենք դիրքորոշումների լեգիտիմությունից։ Հայաստանը անհասկանալի էր միջազգային հանրության համար։ Հետո կներեք Ալվաթան հերոստանգերությանը ընդորում հետաքրքիր է, միայն Կիսիլովին են հիշում, բայց շատ ավելի կոնկրետ եւ շատ ավելի աներկբա Սերժ Սարգսյանը խոսել է Ալվաթան հերոստանգերությանը տված հարցազրույցով։ Ուղղակի ասել է մենք պատրաստ ենք 7 շրջաններից դուրս գալ առանց որևէ նախապայմանի ու հետո մնացած շարադրանքը միջանկյալ կարգավիճակ եւ այսինքն 7 տարածքները մշտապես եղել են հանձնման ենթակա հարցը այստեղ 5 գումարած 2 6 գումարած 1 7 ամբողջությամբ 6.5 կես այստեղ արդեն զուտ թվաբանություն է բայց երբ որ այդ տարածքներին տրվել են հայկական տեղանուններ կամ գուցե չեմ վիճում պատմական տեղանուններ երբեմն որովհետև այո ընդունում ենք եղել են հայկական տարածքներ ավելի մի մասը օրինակ Քելբաջարն ու Լաչինը եղել են Արցախի մաս, հետո Ադրբեջանը այդտեղ Կարմիր Քուրդիստանը ստեղծել է վարչատարածքային բաժանման արդյունքում հայկական կենսատարածքը նվազեցել է, բայց փաստ է, որ այդ անվանումների զուգահեռ դու, այսինքն երկրի ներսում ազգայնական քաղաքականություն վարելու զուգահեռ դու, այսպես ասենք, բոլոր հնարավոր փաստաթղթերով հանձն ես առնում դրանք վերադարձնել։ Այդ թվում նաև այն վարչատարածքային բաժանման մասին օրենքը, այո, որը դեռ սևով սպիտակի եւ այդ ճղճի արդարացումները որ դա միջազգային իրավական նշանակություն չունի ուղղակի կամարանք է առաջացնում որովհետեւ այդ դեպքում հակադարձ հարցադրման կարիքը կա թերևս բա որ ընդհանրապես նշանակություն չուներ ինչի համար էիք ընդունում եթե դա ուղղակի փաստաթու այսինքն ազգային ժողովը ժամավաճառության տեղ է որտեղ կարելի է նշանակություն չունեցող փաստաթղթեր քննարկել եւ 3 ընթերցումով քվեարկել, այսինքն դրա համար եւ պատմաբանները, եւ իրավագետները, եւ վերլուծաբանները, եւ գուցե նաեւ իրավասու մարմինները համալիր, խնդրի համալիր քննարկման կարիք ունեն, որովհետեւ եթե մի քիչ էլ վերացարկվենք, փաստացի Արցախը այն միակ վիճելի տարածքներ մնացել ռուս-թուրքական տանդեմի համար, որը 1918-20 թվականների արդյունքում դեռևս չէր լուծվել, հիշում ենք, հա, այնտեղ կար Նախիջևանի խնդիրը լուծվեց, հա, իրենց պատկերացրածով, եթե ավելի լայն վերցնենք, կար Լոռու ախալքյալակի խնդիրը դա իր ձևով լուծվեց, մնացել էր միայն Արցախը, ընդ որում հիշենք 1920 թվականին, երբ ռուսական զորքերը օկուպացրեցին Արցախ եւ այն ճանաչեցին վիճելի, հա, Սյունիքի հարցը, մոռացա ամենակարևորը, լուծվել էր Հայաստանի օգտին մնացել էր միայն Ղարաբաղը, որը 20 թվականի ռուսական օկուպացիայի արդյունքում ընդունված փաստաթղթում ճանաչվում էր վիճելի։ Դրանից հետո Հայաստանը խորհրդայնացվեց, հարցը կոնսերվացվեց, հիմա մենք կարող ենք այսպիսի լեգիտիմ երևի թե լեգիտիմ ենթադրություն անել, որ ի պահ էր տրված Արցախը Հայաստանին, մինչև այն պահ, երբ Ռուսաստանը որոշի վերադառնալ տարածաշրջան, ամբողջ տարածաշրջանը կլանելու համար եւ ինչն է ամենակարևորը այստեղ ասպեկտը, որ ինչպես 1920 թվականին, այնպես էլ 2020 թվականի 44-օրյա պատերազմի արդյունքում Ռուսաստանը փաստացի ռազմակալեց Արցախը կամ գոնե դրա մի մասը։ Նույն սխեմայի շրջանակներում վիճելի տարածք մնանք տեսնենք ինչա լինում
եւ փաստացի այն ինչ որ 1920 թվականին դեպի անորոշ ապագա, այո, եւ այն ինչ որ 1920 թվականին ավարտվեց, սկսվեց 20 թվականի ամառը Արցախի ռազմակալմամբ ավարտվեց Կավբյուրոյի որոշմամբ տրվեց Ադրբեջանին, հիմա ավարտվեց Արցախի ռազմակալմամբ եւ կրկին վերադարձ Ադրբեջանին։ Այսինքն, այստեղ ինչ որ հետաքրքիր պտուտակ է գործում, անընդհատ կրկնվող նարատիվների, որը չնկատել է Ռուսաստանը պատրաստ է հայ ժողովրդին փրկել մինչև վերջին հայը Կովկասում, այս ալգորիթմը, որ նայում է, այո, Եվ այդտեղ ես կարծում եմ, որ շատ լուրջ մտորումների կարիք կա եւ ընդհանրապես մեր պատմագրությունը ուղղակի պատմագիտությունը ուղղակի իրադարձությունների չեզոք ժամանակագրություն ներկայացնելուց, որը գերակշռում է մեր պատմական դասագրքերում, դպրոցներից մինչև բուեր, պետք է անցնի գուցե վտանգավոր է իրենց համար, կարիերայի համար կամ չգիտեմ, բայց պետք է անցնել այդ անցքերի համալիր եւ համապարփակ վերլուծությանը եւ անալիզին, սինթեզին, նաեւ սինթեզին եւ անալիզին, որովհետեւ ակնհայտ են այստեղ որոշակի տրամաբանական կապեր, եւ եթե պատմագիտությունը լոկ ժամանակագրություն է, այդ դեպքում իմաստ չունի պատմության ֆակուլտետ պահելու, որովհետեւ այդ ժամանակագրությունը կարող է վարել ցանկացած կրթված ուղակի ինտուզիաստներ, եթե դու այդտեղ որևէ գիտական ընդհանրացման տեղ չունես։ Իսկ փաստա որ մենք գործ ունենք Հայաստանի հաշվին հարց լուծելու շատ ճղճիմ գործընթացի հետ։ Ընդ որում Սյունիքի հարցում միջազգային դերակատարների եւ հատկապես Ռուսաստանի ատամ կրճտոցին շարունակվում է առ այսօր, այն ժամանակ նժդերներ կանգնել իրենց բկին Դե հիմա էլ Հայաստանի երրորդ հանրապետությունը ներկայիս իր ղեկավարությամբ, որը թերևս այո Սյունիքն ու Արցախը Սյունիքի եւ Արցախի միջև ընտրեց Սյունիքը այնքանով որքանով Արցախը պարզապես Հայաստանին տրված էր ԻՊԱ առանց իրավական հիմքի։ Իսկ մենք գոնե փորձում ենք պահել այն, ինչը որ հաստատապես բոլոր փաստաթղթերով մեր միջազգային այո, եւ Քավլիցի ես այստեղ Արցախյան որևէ բան չեմ ասում, ինձ համար նաեւ որպես Արցախի հետ շատ մարդկայնորեն կապված մարդ, բազմաթիվ ընկերներ ունեմ, ինձ համար մարդկայնորեն նաեւ խիստ ցավալի է այն ինչ որ տեղի ունեցավ եւ ավելին ես գտնում եմ որ դա կարող էր տեղի չունենալ, եթե 30 տարի վարվեր այլ քաղաքականություն եւ ազնվություն լիներ էլիտաների եւ ժողովրդի միջև, բայց այսօր մենք ունենք այն ինչ ունենք եւ ունենք մեր հավաքական խոշոր սխալի կամ պետք է ասել ձախողման պատճառով եւ այդ ես նաև կոչ կանեմ 3 նախագահների սատարող շրջանակներին ոչ թե տրվել հարցերի հատվածական մեկնաբանմանը կամա թե ակամա կոնտեքստից կտրելով իրենց ոչ ձեռնտու հատվածները, այլ երևի թե 3 նախագահները պետք է թերևս քաղաքական կամք դրսևորեն եւ հստակ ներկայացնեն առնվազն քաղաքական մակարդակում, որ ձախողել են այս հարցի հայանպաստ կարգավորումը, ընդ որում ձախողման գործընթացը սկսել է պատերազմի հաղթական ընթացքին զուգահեռ, որտեղ մեր դիվանագիտությունը սկսած 94 թվականի զինադադարից, այդ դեպքում հարցը առաջանում, եթե դա հաղթանակ էր, ինչու զինադադար, եւ եթե հնարավոր էր հարցն հայանպաստ լուծում տալ նույնիսկ այդ տարածքների կամ դրանց մի մասի զիջմամբ, ինչու դա չանել փաթեթային, երբ որ ուժեղ ես եւ երբ որ դու նշում ես որ դա փառահեղ հաղթանակ է, իսկ հաղթանակ էր դա արդյոք թե Ռուսաստանին ձեռնտու ստատուս քվոյի ամրագրում, որը այդ պահին այդ մակարդակում իրեն պետք էր, որպեսզի Հայաստանը եւ Ադրբեջանը պահի իր ազդեցության ծիրում, այսինքն ռուսական զրահագնացքը կանգնած էր երկու պետությունների սահմանագծին պայմանական ասած։ Եվ շուռ կգար այն կողմ, որ կողմը որ հանդգներ այդ ստատուս քվոն ինչ որ ինքնուրույն քայլերով փոխել։ Հիշում եք ինչպես էին դատապետում օրինակ Աշոտ Բլեյանին, որը այցելել էր Ադրբեջան, չէ՞, այն ժամանակ ասում էին վայ բա Ինչու, որովհետև այդ նարատիվը ժամանակին տիրապետողի ենթադրում էր, որ պետք է լինի տոտալ թշնամություն։ Տոտալ թշնամություն, բայց նույնիսկ այդ տոտալ թշնամանքի պայմաններում
ինչ-որ մի բան սկսելու համար հայտնի ռուսական կոդով համարով պետք է զանգեին հարցնեին, նույնիսկ թշնամանքի համար էին հաշվետու, դոզայի, դրսևորումների եւ այլն։ Եվ լինում էին անհատականություններ, որոնք փորձում էին այդ համընդհանուր այդ կներեք դեբիլացման ժամանակաշրջանում ինչ որ կայլ, ընդ որում չեմ ասում ճիշտ է սխալ, դա այլ հարց է, բայց ինչ որ բան անել բաներ ժամանակի, այսպես ասենք, հայրենասիրական ճակերտավոր մամուլի կողմից պիտակավորվում էին ցանկացած ուզածդ պիտակով, հա, մագդիրով, դավաճան, չգիտեմ ես, Բաքվում տուն ունի, ինչ հիմար բան ասես ասում էին։ Այսինքն, սա ցույց է տալիս, թե որ մեր օկուպացիան ոչ թե միայն եղել է ռազմական, քաղաքական եւ այլն, նաև ինտելեկտուալ եւ գաղափարական օկուպացիա եղել, այսինքն մեզ թելադրվել է առանցքային հարցերում մտածելու որոշակի սահման, շրջանակ, կոնտեքստ, որից դուրս գալն էր ինչ որ առումով դառնում վտանգավոր, այսինքն այս ամբողջին մենք պետք է գնահատական տանք եւ ընդ որում ես այստեղ նաեւ բավարար չեմ համարում, որ վարչապետը ուղակի կամ ազգային ժողովում ինչ որ քննարկում է գեներացում, վարչապետը ինչ որ բան ասում է, հետո հայտնի շրջանակներից իրեն հակադարձում են այս կամ այն կերպ, իրականում սա հարցի անլրջացում է, սա պետք է շատ լուրջ, ընդ որում իշխանությունը որպես քաղաքական օրակարգի առաջամարտիկ, վերջո ինքն է իշխանության եւ իր քաղաքական օրակարգն է սպասարկվում, նաեւ պետք է իր քաղաքական օրակարգի մի մաս համարի, այ օրինակ փաստահավաք հանձնաժողով են ուզում ստեղծել, որը որ պետք է անկախությունից սկսած որոշակի իրավախախտումների վերաբերյալ քաղաքացիական հետաքննություն։ Ճշմարտության Այո, Truth Commission-ը։ Ես օրինակ առաջարկում եմ Արցախյան հիմնահարցը եւս ներառել այդ հարցերի մեջ։ Պարոն Խաղաղացյան, մոտենալով եզրափակիչ հատվածի մեր խոսակցությանը, գիտեք ինչ, այս ամենը մի օրվա բան չի, մի տարվա բան չի, մի տասնամյակի բան չի։ Սա ընդհանուր կայսերական քաղաքականությունն էր, որը այն աստիճանի էր օկուպացրել քաղաքական դասի ուղեղները, այո, որ թույլ չէր տալիս ուղղակի համարժեք լինել այն իրական մարտահրավերին, որը առկա է եղել եւ Դամոկլյան սրի պես կախված է եղել բոլորի գլխին։ Էլ եմ ասում, ռուսները, այո, ուզում այս պատրաստ էին մեզ փրկել մինչև վերջին հայը Կովկասում։ Փրկեցին ամբողջ սովետական Ադրբեջանի տարածքում, հետո փրկեցին Ղարաբաղում, ու եթե խելքի չգայինք, հաջորդ փրկության օբյեկտը դառնում էր Հայաստանը սկսած Սյունիքից հետո մնացած։ Ահա։ Երբ ես նայում եմ նաև այս ֆոնին, հա, Սերժ Սարգսյանի նամակները գրել են, բայց Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հոգեվոր հայր Զորի Բալայանի նամակները երբ հաշվի չեն առնում, որ Ղարաբաղը դա ռուսական հարց է, ռուսական բաժին է կամ ասած մի բան։ Դու հասկանում ես, Գյուլիստան են մեջ վերում։ Եվ այլն, այս ամենը ուղղակի խոսում է մի բանի մասին, որ 1905 թվականին ներկառուցված ալգորիթմերը, չէ, պարբերաբար Ռուսաստանը աշխատացրել է մինչև այս հայ-թաթարական բախումներ։ Ահա, անունով։ Այո։ Ընդ որում եւ Թիֆլիսում էր կազմակերպված եւ Բաքվում, Թիֆլիսում պատահականություն էր, ես հատուկ կարդացել եմ, պատահականություն էր, որի շնորհիվ, հա, Թիֆլիսում չստացվեց նույն բանը, ինչ որ եղավ Բաքվում։ Այո։ Ընդ որում ի պատիվ հայերի եւ ի պատիվ վրացիների։ Այո, այո։ Ես էլ Բաքուն եմ բավական Բաքվի ջարդերի մասին եմ բավական Այսինքն այս ամենը այս արատավոր Սումգայիթի իմ աչքի առաջ եւ Բաքուն այսպես նորից այսպես գալիս է իմ աչքի առաջ դա կարդալը։ Բանը այս արատավոր շրջանը ինչ որ X պահի պետքա փակվեր, որ այո Հայաստանը եւ Ադրբեջանն արդեն որպես սուբյեկտ, հա, այլ ոչ թե աբորիգեն ցեղերի ցեղային առաջնորդներ կամ ակսակալներ, չէ, այլ որպես քաղաքական
իրավական սուբյեկտներ իրենց լիազոր ներկայացուցիչներով տարբեր մակարդակների իրար հետ դեմարդեմ նստած ի վերջո հասկանանք որ մեկս որ մեկից ինչ է ուզում, ինչ կարող է ուզել, հա եւ ի վերջո այս հարևանությունը ինչ ռեգլամենտով է, այո, շարժվելու առաջ մենք չենք խոսում որ հիմա հենց դա տեղի ունենա, մենք իրար վզով կընկնենք բարեկամության գրկախառնություն։ Կամ իրար զանգվածաբար աղջիկ կտանք եւ այլն։ Խոսքը վերաբերում է ռեգլամենտացված հարաբերությունների մասին աչքի առաջ ունենալով Հունաստանի եւ Թուրքիայի օրինակը։ Որում ռեգլամենտը կազմում, ստորագրում եւ իրագործում ենք մենք, այլ ոչ թե ուրիշները։ Այո։ Ասում եմ աչքի առաջ ունենալով Հունաստանի եւ Թուրքիայի օրինակը։ Այո։ Որտեղ որ իրականում հակասությունները շարունակում են հյուսիսային Կիպրոսում Թուրքիան իր բաներից չի հրաժարվել ամբիցիաներից, այո, բայց այսպես ասած գտնվում են որոշակի կանխատեսելիության դաշտում միմյանց նկատմամբ եւ այստեղ շատ կարեւոր մի հանգամանք կա, որ Ռուսաստանը իր այս քաղաքականության արդյունքում անընդհատ կրկնվող թերևս մաշեցրել է դրա ռեսուրսները մինչև վերջ եւ երևի թե նաեւ գուցե դա էր եղել նպատակը որ քանի որ իրենց այսպես ասենք ժամացույցը իրենց աշխարհընկալումը մի քիչ ավելի այսպես խոշոր է գուցե եւ իրենք նույնիսկ չեն էլ մտածում որ մի փոքր ազգ կարող է իրենցից հիասթափվել, չգիտեմ ինչ, իրենք նայում են քարտեզին եւ այսպես մատիտով նշումներ են անում, լես ռուբեկ շեպկի ոտ եւ դրա այդ հանգամանքով պայմանավորված երևի թե իրենց նաեւ խնդիրներ տեսնել որքան այս նարատիվը կարելի է շահագործել, բայց գուցե եւ նպատակը չէր ընդհանրապես այս նարատիվը մեջտեղից անել, բայց այն ինչ որ իրենք ստիպված կամ գիտակցաբար, չգիտեմ, արեցին արդեն 20-23 թվականներին, դա մահացրեց եւ մի կողմ նետեց այդ նարատիվը։ Եւ այսօր այդ նարատիվների խղճուկ վերականգնման փորձերը, չգիտեմ, Մոսկվի լիբերալների, գիտնական, ընդ որում մտավորականների, վերոնշյալ Էխո Մոսկվի նախկին խմբագրի այցը Հայաստան եւ նրա արտահայտած մտքերը ինձ մոտ ամրապնդեցին այն տպավորությունը, որ իրենց լիբերալները ոչ պակաս կայսերապաշտ են, բարձրապես լեքսիկոնն է այլ, օրինակ չեն հայոյում, գուցե քիչ են հարբում, մի քիչ գիրք են ավելի կարդացել, բայց դրանից իրենց մտահորիզոնը չի փոխվել։ 3 դանակ 4 պատարակով են հաց ուտում։ Ահա, եւ ես այստեղ մի բան պետք է ընդհանրապես որպես եզրափակում ասեմ, որ Հայաստանի հանրապետությունը այլևս իր արտաքին քաղաքականության կարևորագույն եւ նաեւ ներքին քաղաքականության կարևորագույն մաս պետք է դարձնի առաջին հաշվետվողականությունը, երկրորդը կրթական եւ վերլուծական բազայի անկախ բազայի ստեղծումը, որը ազգային անվտանգության հարց է։ Մենք մեր քաղաքական գործընթացները պետք է վերլուծենք, արձանագրենք, վավերացնենք եւ հանձնենք դասագրքերին ժամացույցի ճշգրտությամբ, որպեսզի այսօր դա չդառնա ինչ որ վեճերի, ինչ որ անկապ այսպես բանավեճերի առարկա, այսինքն դա իմիջիալով սուվերեն պետության ամենակարևոր ատրիբուտներից մեկն է։ Դուք ընդհանրապես թվարկեցիք, թե անկախ պատմագիտություն։ Ինչ է նշանակում լինել սուվերեն Եվ հա, մի բան էլ ավելեմ, մենք ունենք սուվերենության բոլոր դեպքերում խնդիրներ, այդ առումով ես իշխանության հետ համակարծիք չեմ, երբ դու չունես անկախ պատմագիտություն, երբ ունես օտար պետության անհասկանալի ռազմական ներկայություն, երբ դու ունես օտար պետության անհասկանալի գերտ ներկայություն տնտեսական դաշտում, դու շատ մեծ անելիք ունես իրական գուցե մենք սուվերեն ենք ավելի քան երբևէ, որտեղ այն ժամանակ մենք ոնց որ ենթապետություն էինք, նայած դե դու ինչի հետ ես համեմատում։ Եթե ելակետը օրինակ այն է, որ մի պահ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը Նովոսիբիրսկի քաղաքապետի էր ընդունում եւ իր միջազգային շփումները արդեն սկսել էին սահմանափակվել Ռուսաստանի ռեգիոնների ղեկավարներով, հա իհարկե հիմա անհամեմատ ավելի անկախ են։ Բայց եթե մենք ուզում ենք օրինակ լինել սուվերեն այն աստիճան, որ
օրինակ համատվենք անգամ արևելյան Եվրոպայի որոշ երկրների հետ, օրինակ Չեխիայի եւ այլն։ Այսինքն դա հումանիտար գիտության, Այո, ազատագրումն է, մշակույթի, այո, ազատագրումն է։ բայց հենց այդտեղ էլ Պուշկինի դպրոց, Չեխովի դպրոց, Չայկովսկիի դպրոց, կինո Մոսկվա, այո, դրանք կենտրոնական օբյեկտներ են մեր մայրաքաղաքում։ Իհարկե լավ է, որ որոշ փոփոխություններ կան, ասենք Լենինգրադյան փողոցն անվանակոչում կասա, բայց դա այնքան փոքրիկ է, այսպես շատ երկճոտ քայլեր են։ Հա, բայց Մոսկովյան Հա, այդ էլ է հաշվա, այ երբ որ սկսեն կենտրոնի փողոցները փոխել, այն պերիֆերիաներում տենց էլի, հա, եւ դրա համար ես կարծում եմ, որ ոչ թե պետք է տարփողել, որ այ մենք անկախ են, դա նաև դափնիների վրա ննջելու բան կարող է առաջացնել։ Մենք պետք է ասենք, որ հա մի երկու քայլ արել ենք, մի քիչ ավելի անկախ ենք, ոչ ավելի։ Շնորհակալ եմ, պարոն Խարոցյան, ձեր այս շատ կարևոր դիտարկումները եւ գնահատականները մեր հեռուստադիտողին ներկայացնելու եւ ձեր ժամանակից մեր եթերին հատկացնելու համար, մինչ նոր հանդիպում, ամենայն բարիք։ Հաջողություն։ Մենք զրուցեցինք մեր գործընկեր, իրավագետ, իրավաբան Արտաշես Խալացյանի հետ, լսեցինք իր դիտարկումները կապված Ղարաբաղյան բանակցությունների առանձին փաստաթղթերի հրապարակման եւ դրա նշանակության հետ։ Կարճ դադարից հետո կվերադառնանք, մնացեք առաջին լրատվականի հետ։ Շարունակում ենք մեր թողարկումը, առաջին լրատվականի եթերում կրկին Մեհրաբյան օնլայնն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Այսօր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական ճեպազրույցն ունեցավ կառավարության նիստից հետո եւ այդ ընթացքում ասաց, որ ինքը գոհ է այն տեմպերից, որով ընթանում են process-ները մեր տարածաշրջանում կապված ուրեմն այդ թրիփրութի գործարկման հետ եւ այդ ամենը իր հետևից բերում է եւս ինտենսիվ process-ներ, այսպես զուգահեռ հուներով։ Մասնավորապես սրան նախորդած լուրն էր չափազանց ուշագրավ, որ ամերիկյան Bloomberg գործակալություններ տարածել, որ իր աղբյուրներին հողմանելով, որ Թուրքիան մտադիր է առաջիկա 6 ամսվա ընթացքում եւ մասնավորապես Հայաստանում ընտրություններին ընդառաջ բացել հայ-թուրքական ցամաքային սահմանը։ Այսօր եւս մի տեղեկատվություն տարածվեց, որ Կաթարի մայրաքաղաք Դոհայում տեղի ունենալու անվտանգության մի մեծ համաժողով, որին մի պանելային քննարկմանը համատեղ մասնակցելու են Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը եւ Ադրբեջանի նախագահի օգնական արտաքին քաղաքականության հարցերով Հիկմետ Հաջիևը։ Փորձենք հասկանալ ինչ պահ է ձևավորվել մեր տարածաշրջանում, ինչ միտումներ են ուրվագծվում, ինչ ժամանակային հորիզոններ են այս ամենը մեզ խոստանում եւ որոնք կարող ենք գնահատել որպես իրատեսական եւ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավար տեսակապով մեր հյուրն է Արմեն Պետրոսյանը տարածաշրջանային քաղաքականության հարցերով փորձագետ, բարով եք եկել պարոն Պետրոսյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։
Պարոն Պետրոսյան, մենք այս նախաբանումս նշած նորությունների հետ կապված պետք է ասենք, որ դրանք ձևավորում են այս ընթացիկ քաղաքական պահը ձեր գնահատական։ Շնորհակալ եմ, նախ ինչ վերաբերում է Թուրքիայի կողմից Հայաստանի հետ սահմանը բացելու խնդրին։ Ես այստեղ 3 հիմնական պայման կարող եմ նշել, թե ինչ է նախ նման հարցը կրկին օրակարգային դառնում եւ ինչու ոչ նաեւ իրատեսական դառնում։ Պայման առաջին օգոստոսի 8-ից հետո, երբ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատացի երկու երկրների միջև կոնֆլիկտն ավարտվել է եւ այլևս խաղաղություն է, բնականաբար այս համատեքստում Թուրքիայի կողմից եւս ակնկալվում որոշակի քայլեր, որտեղ Թուրքիան մշտապես չնայած որ Հայաստանի հետ կարգավորման գործընթացը երկու կողմերն էլ հայտարարում են, որ առանց նախապայմանների է, բայց թուրքական կողմը մշտապես այդ գործընթացը կապել էր, զուգահեռել էր եւ ներկայումս էլ շարունակում է նույն ուղեգիծը Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացի հետ։ Եվ քանի որ այս պահին որևէ արդեն իսկ ակնհայտ է, որ որակական նոր արձանագրումներ կան գործընթացում, բնական է, որ Թուրքիայից եւս ինչ որ քայլեր անելու ակնկալիքներ կային եւ արդեն մի քանի ամիս է կանխատեսվում էր, որ թուրքական կողմը գոնե դեռևս 2022 թվականի կեսերից ձեռք բերված պայմանավորվածությունների մասով ինչ-որ բան կանեն։ Սա առաջին, որը նաև հայկական կողմը բազմիցս իր հատկապես քաղաքական հայտարարությունների մակարդակում տարբեր պաշտոնյաների շուրթերին, թե վարչապետի, թե արտգործնախարարի, թե Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստան Հանրապետության ներկայացուցիչի կողմից մշտապես այդ դրական ակնկալիքները հնչեցվել է։ Սա առաջինն է։ Երկրորդը, այս նույն համատեքստում չի բացառում արևմտյան միջնակ դերակատարների կողմից, հատկապես Միացյալ Նահանգների եւ Եվրոպական միության կողմից Թուրքիայի ուղղությամբ ուղերձները, չեմ ասում ճնշումներ, բայց ուղերձները վստահաբար եղել են, առայն որ սահմանը պետք է բացվի, որովհետև դա շատ կարևոր է ներկայ իրողությունների պայմաններում, աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում, որովհետև շարունակվող ուկրաինական պատերազմը ինքը տալիս է հնարավորությունը Ռուսաստանի երկզբաղվածության պայմաններում բոլոր հնարավոր այլընտրանքները կյանքի կոչելու նպատակով։ Իսկ այս համատեքստում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը, Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը եւ կանխատեսվող ենթակառուցվածքային նախագծերը այդ այլընտրանքների շարքում շատ կարեւոր են։ Եվ երրորդ կարևորագույն գործոնը, որը կարծում եմ, որ նպաստում է Թուրքիայի նման քայլերին կամ դրանց հնարավորությունը, դա ուկրաինական պատերազմի հետ կապված հնարավոր զարգացումներն են, որտեղ հատկապես ամերիկյան կողմի վերջին ծրագրից հետո ավելի կարծես թե կամ չասենք ավելի, բայց որոշակի տեղաշարժ նկատվում է Ուկրաինա Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության ուրեմն հանգուցալուծման հետ կապված կամ պատերազմի գոնե կամ հրադադարի հաստատման հետ կապված։ Իսկ սա շատ կարևոր հանգամանք է, ինչու որտեղ նաև կարծում եմ թուրքական կողմը շատ լավ հասկանում է, որ գործընթացի ձգձգման դեպքում, այսինքն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի ձգձգման եւ սահմանը հակ պահելու այս իրավիճակը ձգձգելու դեպքում ուկրաինական հակամարտության գոնե դադարի պայմաններում Ռուսաստանի որոշակի ներգրավվածություն կարելի է կանխատեսել նաեւ այս ուրեմն թեմայում եւ որը վստահաբար կբարձրացնի
վստահաբար կբարձրացնի կամ ավելին խնդիրներ կառաջացնի Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը։ Դա կարծում եմ սրանով էլ պայմանավորված է, որ նաև որոշակի հետաքրքրություն մեծ առումով վաղուց կար թուրքական կողմում, բայց տեղաշարժի հավանականություն կարելի է կանխատեսել այնուամենայնիվ թուրքական կողմի գործողություններում, բայց կրկնում եմ հիմնամ այդ քայլերը սահմանափակ են լինելու, այսինքն եթե այնուամենայնիվ սահմանը բացելու հարց լինի, ապա դա հնարավոր նվազագույն տրամաբանության մեջ է լինելու։ Մենք գիտենք, որ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները երրորդ երկրների քաղաքացիություն ունեցող անձանց եւ դիվանագիտական անձնագիր ունեցողների համար էր։ Այսինքն առավելագույնը, որ կարող ենք կանխատեսել, դա հենց այդ համատեքստում սահմանի բացումն է, այսինքն սահմանափակ բացումն է, բայց անգամ այս պարագայում կարծում եմ գուցե երկու դեպքին չվերաբերի խնդիրը, այլ ավելի նվազագույն տեղաշարժի համար, որը իմ կարծիքով դա դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար սահմանի բացմանը կարող է վերաբերել այդ որոշումը, որից հետո գուցե նաև իհարկե երրորդ երկրների քաղաքացիների համար էլ բացվի, բայց առաջնային որոշումը իմ կարծիքով միայն առաջին դեպքին կարող է վերաբերել, որտեղ դա ավելի քիչ ռեսուրսներ է պահանջում թուրքական կողմից եւ նաեւ իհարկե սահմանափակ ակտիվություն սահմանի դա եւս ի տարբերություն օրինակ երրորդ երկրների քաղաքացիների, որտեղ նույն Հայաստանի Հանրապետությունում կան բազմաթիվ մարդիկ, որոնք ունեն երկրաքաղաքացիություն եւ իհարկե չի բացառում նաեւ զբոսաշրջիկների շրջանում էլ ակտիվություն, իսկ այս պահին կարծում որ Թուրքիան նաեւ ունի ենթակառուցվածքների խնդիր, այսինքն թուրքական կողմը պատրաստ չէ շատ արագ բացելու սահմանը եւ որոշակի մասշտաբի այցելուների համար անհրաժեշտ ծառայություններ ապահովել։ Պարոն Պետրոսյան, նաև զուգահեռաբար Մակրոնի եւ Էրդողանի միջև հեռախոսային խոսակցություն տեղի ունեցել եւ ըստ հաղորդագրության նրանք խոսել են իշարասայլ հարցերի նաև Հարավային Կովկասի մասին։ Պլյուս դրան, երբ Բրյուսելում տեղի ունեցավ Հայաստան Եվրամիություն նոր ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը, ընդլայնման հարցերով Եվրահանձնակատար Մարտակոսը խոսեց այն մասին, որ Թուրքիան որոշակի պատասխանատվություն ունի Հարավային Կովկասում եւ այլ տարածաշրջաններում հարակիցը կայունության, խաղաղության ապահովման համար։ Այս ամենը ինչ է ձեզ հուշում համեցեք։ Դա տեսեք նույն նշածը ուրեմն այդ արևմտյան դերակատարների կողմից այդ ակնկալիքների համատեքստում է։ Այսինքն անընդհատ տարբեր միջազգային բանակցությունների ընթացքում դա կլինի թե Թուրքիայի հետ կամ Թուրքիայի ներկայացման մասնակցությամբ բանակցությունների թե առանց Թուրքիայի, երբ որ խոսք է գնում Հարավային Կովկասի մասին, վստահաբար այստեղ շատ կարևոր դերակատարում կամ շատ կարևոր չափաբաժին է տևում այդ բանակցություններին Թուրքիայից արտակարգող գործողություններին, որտեղ կրկնեմ ժամանակահատվածը չափազանց կարևոր է եւ գուցե ուշացնելու դեպքում հետո այս հնարավորությունները այլևս չեն, որտեղ բոլորն են կանխատեսում առաջ չափազանցան, որ եթե Ուկրաինայի պատերազմը դադարի, Ռուսաստանը փորձել է բոլոր այն տարածաշրջաններում, որոնք իր համար կենսական կարևորության գոտ են համարում եւ որտեղ կան ակտիվ կենտրոնի գործընթացներ, որոշակի ներգրավություն ունենան այս կամ այն կերպով թե դրական առումով թե բացական, այսինքն փորձելով մի կողմից
կամ շահառու լինել այդ գործընթացներին կամ եթե դրանք հակասվեն Ռուսաստանի շահերին, ապա նաև հնարավորության դեպքում ձախողել։ Հիմա վստահաբար Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը եւ սահմանի բացումը, Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը դա որևէ կերպ չի կարող բխել Ռուսաստանի շահից, որտեղ դա Ռուսաստանի ռազմավարական ուրեմն մոտեցումների տրամաբանությանը հակասում է։ Փակ սահմանը ինքը անընդհատ եւ ընդհանրապես Թուրքիայի հարաբերությունների բացակայությունը դա մշտապես անվտանգային մարտահրավեր է իրենից ներկայացնում Հայաստանի համար եւ պլյուս նրան սահմանը բացվելու դեպքում կանխատեսվող տնտեսական ակտիվությունը դա էլ ենթադրում է Հայաստանի համար մանևրի հնարավորություն նոր կապի հնարավորություններ դեպի հարավ դեպի արևմուտք եւ բնականաբար Հայաստանի համար ավելի մեծ մանևրի հնարավորություն, որը զուգահեռաբար եւ տրամաբանորեն իհարկե հանգեցնել է Ռուսաստանից կախվածության թույլատման։ Եվ կրկնում եմ այս վերջին տեղեկությունների եւ վերջին դիվանագիտական ակտիվության ֆոնին կարծում եմ, որ թուրքական կողմում եւս եւ իհարկե այն դերակատարների շրջանում, որոնք շտապում են Ռուսաստանի այսպես տարածաշրջանում ոչ այնքան էական ներկայության դեպքում այլ ընտրանքների ապահովմանը մաղել Թուրքիան, որպեսզի այդ քայլերն իրականացնի եւ գոնե մասնակիորեն սահմանի բացումը տեղի ունենա։ Կարծում եմ, որ այս վերոնշյալ 3 պայմանների ուղղությամբ են ձեռնշած վերջին դիվանագիտական ակտիվությունները։ Իսկ Ադրբեջանի կողմից դիրքավորման մեջ որևէ փոփոխություն իրատեսական համարում եք այս ընթացքում։ Տեսեք, կարծում եմ, որ սա արդեն Թուրքիայի եւ Ադրբեջանի միջև առանձին բանակցությունների տիրույթում է, որովհետեւ մինչեւ հիմա Թուրքիայի հապաղելը սահմանի բացման հարցը, որտեղ կրկնում եմ, դա միանշանակ Թուրքիայի շահից է բխում, դա երևի թե սա անհերքելի փաստ է։ Հայաստանի այդ սահմանի բացումը միանշանակ բխում է Թուրքիայի շահերից եւ այդ գործողությանը չգնալը, այդ քայլին չգնալը մի պատճառաբանություն ունի Ադրբեջանի ցանկությունը, Ալիևի ցանկությունը եւ մինչեւ հիմա էլ բնականաբար Թուրքիային այդ ուղեգծի մեջ պահելու համար Ադրբեջանը մշտապես ինչ-որ գին է վճարել, ինչ-որ տնտեսական ներդրումներ, ինչ-որ քաղաքական քայլեր, թե Թուրքիայում, թե հարևանությամբ եւ այլն եւ այլն։ Հիմա կարծում իրավիճակն այնպեսին է, որ նաեւ Ադրբեջանը եւս հասկանում է, որ այլևս ինը Թուրքիայից ակնկալելու նույն դիրքորոշումը, նույն քաղաքականությունը չափազանց մեծացել եւ գուցե թե Ադրբեջանը այլևս հնարավորություններ չունի այդ Թուրքիայի նման վարկագիծը վարկագծի շարունակականությունն ապահովելու, բայց միևնույն ժամանակ նաեւ այլ տեսանկյունից եւս հասկանում են, որ եթե այնուամենայնիվ ուկրաինական պատերազմը ավարտվի, դա որոշակի հետևանքներ, չեմ նշում արդյունքներ, այլ հետևանքներ կարող ունենալ նաեւ Հայաստան-Ադրբեջան կարգավորման վրա։ Հետևաբար այստեղ է գուցե նաեւ այն հնարավորությունը, որ Ադրբեջանում եւս գիտակցում է, որ պետք է նաեւ Թուրքիային հնարավորություն տալ ավելի մեծ հնարավորություններով ներգրավել ուրեմն տարածաշրջանային գործընթացներում եւ ժամանակն է եկել, օբյեկտիվորեն է ժամանակն է եկել, որպեսզի ուրեմն մասնակի գոնե սահմանը բացվի եւ Թուրքիայի սահմանափակ ներգրավվածություն ապահովի։ Շատ շնորհակալ եմ, պարոն Պետրոսյան, ձեր այս շատ կարևոր դիտարկումները եւ գնահատականները մեր հեռուստադիտողին ներկայացնելու եւ ձեր ժամանակից մեր եթերին հատկացնելու համար։ Մինչ նոր հանդիպում, ամենայն բարիք։ Մինչ հանդիպում։
Մենք զրուցեցինք մեր գործընկեր տարածաշրջանային քաղաքականության հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի հետ, լսեցինք իր դիտարկումները կապված տարածաշրջանային վերջին զարգացումների հետ։ Կարճ դադարից հետո կվերադառնանք, մնացեք առաջին լրատվականի հետ։ Շարունակում ենք մեր թողարկումը, առաջին լրատվականի եթերում կրկին Մեհրաբյան օնլայնն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Շարունակվում է այդ դիվանագիտական աժիոտաժը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմի դադարեցման շուրջ։ Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնացներ Ստիվեն Վիտքոֆը եւ Ջերեդ Քուշները Մոսկվա այցելեցին եւ 5 ժամ բանակցություններ եղան Պուտինի հետ եւ իր պատվիրակների եւ Պուտինի օգնական ուշակովն էլ վերջում ասաց, որ կոմպրոմիս գտնված չէ։ Դե իսկ Քուշները եւ Վիտքոֆը էլ հանդիպում չունեցան ուկրաինական կողմի հետ եւ վերադարձան տուն։ Իսկ հետո էլ Թրամփը հայտարարեց, որ իր տպավորությամբ Պուտինն ուզում է դադարեցնել պատերազմը։ Ինչ է այս ամենը նշանակում։ Փորձենք հասկանալ։ Եվ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավար, ում սիրով ուզում եմ ներկայացնել, մեր հյուրն է Украиной Герагуин Радай падгамавор Оле Дундан. Приветствую вас, господин Дунда. Спасибо, что приняли мое приглашение. Рад вас видеть в добром здравии. Добрый день, Рубен. Я, в свою очередь, благодарен за ваше приглашение. Я рад всегда с вами пообщаться. Спасибо большое. Итак, Олег, вот очередной этап дипломатического ажиотажа закончился эти танцы с медведями в Кремле, да, там пирожки какие-то, экскурсия по Москве, там вся вот это все пропагандистское смакование вокруг этого, да. Кушнер и Витков посетили Москву, 5 часов переговоров, выходит такой 10-минутный стендап Ушакова о том, что компромисс не найден. Ну и... Да, и господа спецпредставители президента Трампа даже после этого и с украинской стороной не встретились, потому что, ну, о чем встречаться. Зато услышали мы заявление Трампа о том, что по его ощущениям, да, Путин все же стремится к миру и нужно стараться. Услышали затем, что эти 28 пунктов разбиты на 4 документа, об этом тоже услышали. Также заявление Рубио о том, что Путин готов сколько угодно убивать своих людей. Ну вот, в результате гора родила мышь, дохлую. Что дальше? Прошу.
Ну, Рубен, вы абсолютно точно все описали, и могу сказать, что мы это когда-то уже наблюдали, и как разбиваются на 4 подгруппы, и как эксперты должны работать. Это все повторяется с Дежавю. постоянной периодичностью. Дежавю. Это было и в Минске, я напомню. Похожая история была в Стамбуле, когда тоже предложили вот этим летом, когда предложили тоже разбить на подгруппы и что-то там согласовывать, что-то делать. Вообще тут нужно отдать должное Москве. Они вот эту вот спецоперацию с Вашингтоном провели идеально. В чем их задача была судя по публикации свитков, вот это то, что, по-моему, Bloomberg опубликовал, их задача была засунуть, я извиняюсь за такой сленг, засунуть в Вашингтон свой базовый документ 28 пунктов, назвать его, покрасить его в цвета американского флага, а потом, когда этот документ окажется на столе, сказать, ну так подождите, это же ваше предложение, не наше предложение, поэтому давайте их обсуждать и давайте рассматривать компромиссный вариант еще в нашу сторону. То есть двигать это еще дальше. То есть в данном случае спецоперация разведывательная какая-то, гибридная, была проведена идеально. И новой администрации Трампа этому еще нужно учиться. И мы с вами разговаривали о том, что навряд ли, к сожалению большому, все эти попытки Трампа в такой виде достичь соглашения с Россией, навряд ли они будут успешны. По одной простой причине, что по состоянию на сегодня администрация Трампа до сих пор не понимает цели этой войны для Москвы. И, кстати, вчера Трамп на очередном выходе к прессе прямо-таки в искренней честности об этом и сказал, что он не понимает, что делает Россия. То есть это для России это не есть война там за территорию, там за Славянск-Покровск. Это, как мы уже с вами говорили, это война идет за Европу, за передел Европы, за передел влияния Европе. И, соответственно, все вот эти планы, то, что пытается реализовать Трамп, к большому сожалению, они не реализуемы. Ну, можно спросить, а зачем в такой концепции, зачем Москве вот эти все переговоры? Ответ достаточно простой. Им нужно выбить из-под Европы, из-под Украины такой тыл, как Соединенные Штаты Америки. С их экономикой, с их военной промышленностью, скажем так, создать им ситуацию изоляционизма и фактически неготовности Штатов участвовать в этой войне, как в свое время там Штаты участвовали там ленд-лизом, поставками вооружений, тоже Великобритании во время Второй мировой. И то, что мы видим, этот план планомерно и целенаправленно, шаг за шагом реализовывается. Поэтому прогнозировать можно следующее, с учетом того, что, как вы говорите, гора родила мышь, не только мышь, а еще и мертвую мышь. Можно сказать, что в ближайшие 2 недели вот этот переговорный процесс, скорее всего, будет потихонечку затихать, ввиду там Крисмас, и там календаря. Такое. Да. Да, ввиду и календаря, ввиду того, что отсутствует понимание, а что дальше с этим делать, как его реализовывать, каким образом давить на Москву. На сегодняшний день можно сказать, что такие, знаете, твердолобые инструменты давления в виде санкций, они мало работающие. Но это не говорит, что нет других инструментов. Но для этого, и тут уже задача к нам, к Украине, к Европе, все-таки объяснить Соединенным Штатам, в первую очередь администрации Трампа, какого рода инструменты нужно задействовать и как их нужно задействовать для того, чтобы Москве было очень и очень больно. А такие инструменты есть. Но, правда, они не настолько поверхностные, не столько открытые, как вот это вот предложение, там сколько, 500% пошлины на товары из стран, поддерживающих Россию. Ну, так это не работает. Ну, можно сказать, что мы никуда не сдвинулись, и война продолжается, к сожалению. Итак, по войне мы также видим интенсивные контакты Украины с большой Европой. Да? Я говорю, большая Европа, включая туда европейские страны, не являющиеся членами Евросоюза, в частности, Норвегию по финансовой части и Британию по и военной, и финансовой, и методической части. Да? Вопрос мой следующий, Олег.
поспевает ли готовность Европы оказывать всяческое содействие Украине за ее реальными потребностями, вытекающими из реальной военной обстановки, которая складывается сейчас на полях сражений? Рубен, тут есть два ответа: тактический и стратегический. Тактический, если смотреть там с перспективы на 2-3 месяца, на полгода, да, успевает. Финансирование, скажем, не в достаточном объеме, но вот минимум то, что нам необходим, оно есть. То есть можно говорить там с перспективы на 6 месяцев, что финансирование будет. Да. Это тактически. Стратегически тут другая проблема. Она более глобальная, и она, скорее всего, выстрелит где-то к концу 2026 года. Нужно признать один факт, что тот европейский проект, который есть на сегодняшний день, он испытывает огромные проблемы. В первую очередь потому, что Европа фактически начинает делиться на две части. Первая, это, назовем такая, Южная Европа, у которых совершенно другое ощущение угроз. То есть для них угроза от России, она... Да, для них угроза от России с востока, она такая, знаете, второстепенная. Это и для общества, и для правящих элит. И есть другая Европа, это Северная Европа, это Норвегия, это страны Скандинавии, это Германия, которые ощущают вот именно угрозу с Россией, угрозу с востока как первостепенную. Да. И это приведет, скорее всего, к тому, что Европейский Союз должен будет каким-то образом переформатироваться. Но тут немаловажный еще какой фактор. Если смотрим стратегически на помощь Украине, сейчас стоит очень острый вопрос, хотя он пока и не артикулируется публично, фактически модернизации военного комплекса Северной Европы. Почему? Потому что в том виде, в котором существуют вооруженные силы Европы, в принципе, в любой стране они не дееспособны. Более того, я бы сказал так, что это касается и Соединенных Штатов в том числе. Да. Мы с вами уже об этом говорили. Да. И тут задача Украины предложить, стать лидером этого процесса и дать предложение новой концепции, новой системы обороны в Европе, в первую очередь для северных стран, и фактически объединение наших военно-промышленных комплексов. Ну, условно, там Норвегия, Польша, Германия и Украина. И первые контуры возможного союза, они уже, в принципе, обрисовываются. Вопрос того, что нужна политическая воля и готовность политических элит это реализовывать. Но проблема заключается в том, что без этой реализации ликвидировать угрозу со стороны Востока и разделение Европы будет практически невозможно. Поэтому в данном случае я делал бы упор на несколько стран вот в этом союзе. Это в первую очередь Норвегия, которая может быть таким себе локомотивом по разработке новых инструментов вооружения, новых видов вооружения, таким экспериментальным образцом. И страны Восточной Европы, которые могут стать в данной схеме, могут стать таким промышленным, площадкой для промышленного производства этих вооружений. Более того, нам нужно осознать одну вещь, о том, что на базе этих вооружений будет строиться в недалеком будущем современная экономика. Да. То есть современные технологии, современные коммуникации, современный сектор услуг будет строиться именно на этих военных технологиях. И чем быстрее Северная Европа с Украиной и Восточная Европа это построят, тем быстрее они станут локомотивом Европы и лидером этой Европы. Это может казаться очень футуристически, но это тот вызов, который стоит перед нами, без реализации которого выжить будет весьма сложно. Пан Дунда, и еще один такой вопрос. Сейчас вот активизировались разговоры вокруг российских активов для переоформления их в виде репарационного кредита Украине. Да, и речь идет о более чем 200 миллиардах евро, которые в основном хранятся в Бельгии. И здесь проблема в том, чтобы Европа
подкрепило бы этот шаг, решение правительства Бельгии выделить эти средства своими гарантиями. И сейчас вроде как идет уже финализация процесса. Конечно, мы будем следить за ходом событий, но мой вопрос касается следующего. Вот эти условно 200 миллиардов евро выделяются Украине в виде репарационного кредита. Что это меняет, как вы представляете, что это изменит в стрессоустойчивости Украины, в обороноспособности Украины и в военных возможностях ее вооруженных сил? Прошу. Смотрите, Рубен, я не рассматриваю здесь Украину отдельно от Европы. Сложилась такая ситуация, что в текущей войне Украина является фронтовой линией. То есть мы не смотрим только Славянск, или там Краматорск, или Покровск, мы говорим о всей Украине. С другой стороны, Европа в данной войне фактически является тылом этой войны от западных демократий. И тут важно в этой войне, чтобы тыл выстоял. И вот этот репарационный кредит, это не столько помощь Украине. Поймите одну вещь, что на сегодняшний день большие экономики Европы находятся в кризисе. Мы говорим о Франции и Германии. И в данном случае именно репарационный кредит они вынуждены будут оформить и эту схему реализовывать. Потому что именно репарационный кредит может стать на ближайшие пару лет вот этим локомотивом для поддержания экономики Европы. Просто у них других вариантов не существует. Вот их нет. И поэтому упирается Бельгия, не упирается Бельгия. Франция и Германия вынуждены будут, я извиняюсь, додавить Бельгию на выделение репарационного кредита. Это первая часть. Вторая часть связана с тем, что часть из этого кредита пойдет на поддержание Украины, безусловно, в виде прямого финансирования. Это на поддержку бюджета, вооруженные силы. Но большая часть от этого кредита должна будет, и об этом ведутся дебаты и дискуссии, должна будет остаться в Европе. Для чего? Для того, чтобы за счет этих денег финансировать модернизацию ВПК Европы. В первую очередь Франции, Германии, Польши и всего остального. Потому что мы приходим к тому моменту, что основное вооружение, хотим или не хотим, мы должны будем получать из Европы. Не потому, что мы не можем сами это производить, а потому что Украина, как фронтовая линия, производство вооружений непосредственно в Украине, оно очень высокорисково. Конечно. То есть сервис можно сделать, обслуживание можно сделать, а вот производство очень высокорисковое. В данном случае для нас критически необходимо, чтобы это производство было размещено условно в Польше, Германии, и им это интересно, потому что это будет таким себе локомотивом для их экономики. Поэтому, скорее всего, эта концепция, она будет реализована несколько в видоизмененном плане с точки зрения задач, которые перед нами будут стоять. И в свете этого российский лидер фактически открытым текстом грозится Европе. Во-первых, он говорит, что они с Украиной аккуратненько, да, а с Европой так не будет. И может быть даже так, что затем там не с кем будет договариваться. Вы не считаете, что к этим угрозам нужно относиться серьезно и свои политические, военные расчеты строить именно на этих словах? И серьезно нужно отнестись, а не как очередной треп какого-то старика в камуфляже. Во-первых, давайте разобьем на две части. Является это реальной угрозой? Да, является. Фактически Москва готова провести операцию вторжения в страны Восточной Европы, в первую очередь Балтики. Это абсолютно реальная история, у них есть достаточно для этого сил и возможностей. Вопрос в том, готова ли Европа противодействовать этим планам. У меня есть по этому поводу по состоянию на сегодня небольшой скепсис. Если мы говорим о намеке на использование ядерного вооружения, это сказки. Да. Никто ядерное вооружение, в первую очередь Москва, никогда использовать не будет.
Потому что ядерное использование будет в любом виде ядерного вооружения, даже в виде тактического удара где-нибудь, фактически начинает гонку ядерного вооружения по всему миру. В первую очередь вокруг России. И в этой гонке проигравшим будет как раз Россия, потому что она теряет монопольное право на ядерное оружие. Ну, она уже тогда никому не может угрожать, потому что вокруг нее все страны имеют тоже ядерное оружие. Все, от больших до маленьких, в данном случае. Терять это монопольное право они не хотят, и поэтому все угрозы об использовании ядерного оружия против кого бы то ни было, это все детские сказки, это все, как-то, знаете, надувание щек, не более того. Но с точки зрения использования конвенциональных сил, обычных вооружений против Европы, да, это возможно, и в данном случае Европа в очередной раз должна задуматься о репарационном кредите и быстрее ускорить модернизацию своих вооруженных сил. Спасибо большое, Олег. Спасибо вам, Рубен. Пан Дунда, за ваши эти обстоятельные комментарии и оценки, которыми вы поделились с нашими телезрителями. Вашей прекрасной стране скорейшей перемоги и мира. Берегите себя. Слава Украине. До новых встреч. Героям слава и всем армянам, и всем вашим зрителям и слушателям. Велике вітання від України. Спасибо большое. Ամենք զրուցեցինք մեր գործընկեր Ուկրաինայի Գերագույն Ռադայի падգամավոր Օլեգ Դունդայի հետ, քննարկեցինք մի շարք հարցեր կապված Ուկրաինայի շուրջ այս դիվանագիտական ակտիվության պատերազմի ընթացքի հետ։ Այսօր թերևս այսքանը հարգարժան տիկնայք եւ պարոնայք, կհանդիպենք արդեն վաղը, խաղաղություն եւ բարի նոց ձեզ։ Thank you.